Բարև ձեզ արգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքը Պոլիտիկեմի YouTube-յան ալիքի եթերում, այսօր աշխատանքային օր է, շաբաթվա վերջին աշխատանքային օր եւ մենք ձեզ ենք ներկայացնելու օրվա մամուլի կարևորագույն հրապարակումները։ Եվ այսպես ժողովուրդ օրաթերթը գրում է. կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի կողմից շահերի բախման առերևույթ դեպքի վերաբերյալ վարույթ հարուցելու մասին որոշում է ընդունել։ Բանն այն է, որ հետքը պարզել էր, որ Տավուշի մարզի նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի առաջարկով ավագանին համաձայնություն է տվել համայնքային գույքը 4 տարի ժամկետով վարձակալություն տալ Աղաբաբյանի օգնականի ընկերությանը։ Արսեն Աղաբաբյանը պայմանագիր է կնքել օգնականի ընկերության հետ։ Հետաքրքիրն այն է, որ համայնքի ղեկավարի զավակները հաշվառված են նույն հասցեում, ինչ օգնականը։ Երբ ընկերության տնօրեն է դարձել համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի որդին, վարձակալության 4 տարի ժամկետը դարձել է 25 տարի։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. դեռևս ապրիլին օրաթերթը տեղեկացրել էր, որ հայրենի իշխանությունները նպատակ ունեն Հայաստանում գոյություն ունեցող բոլոր տեսչական մարմինները միավորել։ Մեր աղբյուրների փոխանցմամբ կառավարությունը նպատակ ուներ դրանց միավորմամբ ստեղծել մեկ միասնական այսպես կոչված ուժային կոմիտե, որը կղեկավարեր մեկ անձ, կունենար տեղակալներ, իսկ տեսչականները կունենային իրենց տեսուչներ, ովքեր լավ կվարձատրվեին ու տարբեր ոլորտներում լուրջ ստուգումներ կիրականացնեին։ Սակայն ինչպես այժմ ժողովրդին փոխանցում են կառավարության մոտ կանգնած աղբյուրները, այս պահի դրությամբ կոմիտե ստեղծելու գործընթացը սառեցված է։ Իհարկե այդ հարցը քննարկվել է տարբեր ժամանակահատվածներում, սակայն ոլորտային մի շարք խնդիրների պատճառով գործընթացը դադարեցվել է։ Նշենք, որ այս պահին կա 6 տարբեր տեսչական մարմիններ, որոնք գտնվում են վարչապետի վերահսկողության ներքո։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Արագածոտնի թեմի հոգևորականներին եւ նրանց ընտանիքի անդամներին պատկանող անձնական իրերը վերադարձնելու միջնորդությունը քննչական կոմիտեն հետաձգել է։ Ասել է, թե հրաժարվել է հոգևորականների հեռախոսները, երեխաներին պատկանող պլանշետները եւ այլ իրերը վերադարձնել, քանի որ ինչպես օրաթերթը տեղեկացավ, այս պահին իրավապահ համակարգում ակտիվ զննության են ենթարկվում հոգևորականների հեռախոսները։ Հիշեցնենք, որ անցած ամիս հոկտեմբերի 15-ին իրավապահները լայնածավալ խուզարկություններ էին իրականացրել Արագածոտնի թեմի մի շարք հոգևորականների եւ Հայ Առաքելական եկեղեցու քաղաքացիական աշխատակիցների տներում փաստաբանների փոխանցմամբ խուզարկությունների ընթացքում արգրավվել են ոչ միայն հոգևորականների, այլև նրանց ընտանիքի անդամներին պատկանող հեռախոսները, երեխաների պլանշետներ եւ տարբեր անձնական իրեր։ Դեպքից անմիջապես հետո ժողովուրդ օրաթերթի հետ զրույցում փաստաբանները ահազանգել էին, որ արգրավված իրերի թվում կային անձնական եւ ընտանեկան բնույթի նյութեր, որոնք որևէ կերպ չեն առնչվում քրեական գործին։ Ահա այսպես Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ըստ էության փորձում է դիզել կոմպրոմատներ, սա բացառիկ անբարոյական ճանապարհ է, որովհետեւ նախ հորինվում է քրեական գործեր, քրեական վարույթներ են նախաձեռնում, այդ վարույթով տարբեր մարդկանց կարող են հրավիրել եւ պատճառաբանելով այդ քրեական վարույթը արգրավել նաև այդ մարդկանց ընտանիքի անդամների անձնական իրերը, հեռախոսներ, պլանշետներ, համակարգիչներ, հա։ Եվ ամեն մարդ ինչ որ անձնական կյանքի սահման ունի։ Իշխանությունները այս կերպ տասնյակ, հարյուրավոր, հազարավոր մարդկանց անձնական կյանքի սահմանը խախտում են։ Հիմա ով ում ինչ է գրել, ինչ պատասխան է ստացել, երեխաները ում հետ կապ ունեն, ում հետ են շփվում, հա, այս ամեն ինչը այս սրիկայական իշխանությունը օգտագործելու է մարդկանց վրա ճնշումներ բանեցնելու համար։ Սա բացառիկ անբարոյականություն է։ Ես կարծում եմ աշխարհի որևէ երկրում նման իրավիճակ չկա։ Եվ անգամ աֆրիկյան շատ հետամնաց երկրներ կան, երևի թե այնտեղ էլ չկա։ Մշտապես բարոյական մի գիծ է եղել անգամ քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ իրականացվող ապօրինությունների ժամանակ հերուպ այլ ընտանիքի անդամներին, երեխաներին, հա, հատկապես։ Փաշինյանը այս կերպ փաստորեն բոլոր հնարավոր կարմիր գծերն է հատում եւ վստահեցնում եմ ձեզ, որ իրենք այս ամենը անում են կոմպրոմատներ հավաքելու համար։ Հիմա պատկերացրեք, որևէ մեկի երեխան կարող է, ասենք 14-16 անչափահաս երեխա կարող է որևէ սխալ անել, որը ընտանիքը չի ուզենա հրապարակվի։ Փաշինյանի իրավապահները դա կարգրավեն, չէ՞։ Այդ տեղեկությունները կհավաքեն եւ կփորձեն ընտանիքի ավագ անդամների նկատմամբ ճնշումներ բանեցնել։ Իսկ այն, որ իրավապահ համակարգը իր ձեռքի տակ հայտնված տեղեկությունները չի կարողանում պահպանել եւ
այդ առումով տեղեկատվության անվտանգության, տեղեկատվության պահպանման առումով իրավական համակարգ, իրավապահ կոչված համակարգը նման է Արցախում մի բան կար, հենակետ կար, որը կոչվում էր Բոզի կալգոտկա։ Այդ կալգոտկի նման ծակեր ունի։ Դա ապացուցվեց վերջերս նաև, երբ քրեական գործերից մեկով արգրավվել էին հեռախոսներ, հետո հրապարակվեց տեղեկատվություն, ես չեմ կոնկրետացնի, որ դեպքի մասին է խոսքը, որ հեռախոսները արգրավելու արդյունքում պարզել են, որ ինչ որ մեկի կինը քնում է իր եղբոր հետ։ Այսինքն սա միայն այս պարագայում կարելի էր ճշտել նման տեղեկատվության տիրապետել, եւ դա հանրայնացնելով փաստորեն որևէ խնդիր չլուծվեց, այսինքն ոչ այդ հանցագործությունը կանխվեց, ոչ ում նկատմամբ գործողություններ էին իրականացվում։ Իրեն կարողացան Հայաստան բերել, բայց ասենք եւ ընտանիք քանդեցին ենթադրաբար եւ նաեւ թիրախավորեցին կնոջ, որը որևէ կերպ այդ գործի հետ կապ չունի։ Էնպես որ ես այս տեսանկյունից եմ նայում այս գործին, Փաշինյանի իշխանությունը կարող է այսօր փաստորեն ցանկացածի նկատմամբ ինչ որ վարույթ սկսել, իրեն կանչել քնչական, այդ առիթով ընտանիքի բոլոր անդամների հեռախոսները արգրավել։ Բայց ոչինչ, երևի թե ժամանակները կփոխվեն, մենք էլ մի օր որպես արդեն ապագա իշխանություն Նիկոլ Փաշինյանի ընտանիքի հեռախոսները կարգրավենք, եթե իհարկե Նիկոլ Փաշինյանի ընտանիքին Հայաստանում հանդիպենք, ընդ որում ես կպնդեմ, որ անչափահաս ընտանիքի անդամների նկատմամբ նաև որպես լրագրող կպնդեմ, անգամ եթե գա այն մարդիկ գան իշխանության, ում ես կուզեի, որ գային իշխանության, կպնդեմ, որ անչափահաս ընտանիքի անդամներին ձեռք չտան, նրանց մասին տեղեկատվություն չհավաքեն, բայց օրինակ Աննայի ու Նիկոլի հեռախոսի պարունակությունը հրապարակեն, այսպես հետաքրքիր կլինի տեսնել։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի իշխանությունը առնվազն 2, իսկ ընդհանրապես 7 տարի շարունակ հովանավորել է Արցախի ֆինանսական միջոցները փաստացի յուրացրած նախկին եւ ավելի նախկին պաշտոնյաներին։ 2 տարի առաջ ներկայացված հաղորդումը գլխավոր դատախազն ուղարկել է քննչական կոմիտե եւ վերջ։ Հիմա ինչպես Սաշիկ Սարգսյանի 50-50%-ի լեգենդա, այդպես էլ ոչ մի փաստարկով չապացուցված հետհեղափոխական Հայաստանում, այդպես էլ Արցախի նախկին նախագահ այսօր Բաքվի բանտում կտանքների ենթարկվող Արայք Հարությունյանին վերագրվող Արցախի ողջ հարստությունը հեկերը պարզում է ամենևին էլ նախագահինը չէին։ Արցախում եղել են պաշտոնյաներ, որոնք ահռելի ունեցված եւ կարողություն են դիզել։ Հայաթափումից հետո դրանք անհասկանալիորեն անվտանգ ձևով տեղափոխվել են Հայաստան ու կալվածքներ են գնում ինչպես Հայաստանում, այնպես էլ ՌԴ-ում եւ Եվրոպայում։ Հրապարակ օրաթերթը գրում է. շուրջ կես տարի է Գյումրու ԿՊ-ական տարածքային կառույցը լուծարվել եւ նորը չի ձևավորվում։ ԿՊ տարածքային կառույցի նախկին ղեկավար Կարեն Սարուխանյանը երեկ մեզ ասաց, որ տեղական կառույցի լուծարման դիմումն ինքն է անձամբ ներկայացրել ԿՊ վարչություն այս տարվա մայիսին, սակայն պատճառների մասին չմանրամասնեց։ Կան տեղեկություններ, որ իրականում Սարուխանյանն այնքան էլ սեփական կամքով չի լուծարման դիմում ներկայացրել, նրան դա պարտադրել են անել Գյումրու թիմ ընտրություններից, ԿՊ-ի պարտությունից եւ Վարդան Ղուկասյանի քաղաքապետ դառնալուց հետո։ Նախկին կառույցում ի դեպ ընդգրկված չեն ներկայիս մարզպետ Դավիթ Արուշանյանը, ԿՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանը։ Մեզ ասացին, որ առաջիկայում ԿՊ-ն նոր կառույց կձևավորի Գյումրիում, որը ամենայն հավանականությամբ կգլխավորի գործող մարզպետը։ Հրապարակ թերթը գրում է. գլխավոր դատախազությունը 2 ամսով 3 քաղաքացիական հայց է ներկայացրել, 2 ամսում 3 քաղաքացիական հայց է ներկայացրել հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան Վեդի խոշորացված համայնքի ղեկավար ԿՊ-ական Գարիկ Սարգսյանի դեմ։ Վերջին հայցը ներկայացվել է հոկտեմբերի 22-ին հողամասերի աճուրդներն ու վարձակալության մրցույթներն անվավեր ճանաչելու եւ անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով։ Դրանից առաջ էլ 2 քաղաքայցեր ներկայացվել օգոստոսի վերջին։ 2 հայցն էլ կրկին աճուրդն անվավեր ճանաչելու եւ անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով։ Հայցերը դատավորներ Ռուդոլֆ Ավագյանի, Նարինե Ավագյանի եւ Կարապետ Բադալյանի վարույթներում են։ Դատաքննությունը դեռ չի սկսվել։ Հայաստանում որպես կանոն ԿՊ-ականների ներկայացրած հայցերն արագությամբ քննվում են, իսկ նրանց դեմ ներկայացված հայցերը տարիներով ձգվում։ Հրապարակ օրաթերթը գրում է. Հանրապետությունում ավարտվել են բուհերի բակալավրիատի հեռակա ուսուցման միասնական քննությունները։ Հայաստանի ազգային agrarային համալսարանին ներառյալ Վանաձորի եւ Սիսիանի մասնաճյուղերը այս տարի հատկացվել են 1235 տեղ։ Միասնական քննությունների արդյունքում
Համալրվել է այս տեղերի ընդամենը 3,7%-ը։ Հայտարարակ արդյունքներ են գրանցվել հատկապես գյուղատնտեսական մասնագիտությունների գծով։ 13 մասնագիտություններում ընդունվել է ընդամենը 14 դիմորդ։ Երկրի համար կարևոր մասնագիտությունների գծով ընդունվել է 1 դիմորդ կամ ընդհանրապես չեն ընդունվել։ Հրապարակ թերթը գրում է. վերջերս կտրուկ ավելացել են կոռուպցիոն հանցագործությունների դեպքով նախաձեռնված վարույթները։ Հակակոռուպցիոն կոմիտեից հրապարակի հարցմանի պատասխան հայտնում են, որ վերջին 2 ամիսների ընթացքում 2025 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին հակակոռուպցիոն կոմիտեում ստացվել է հանցագործության մասին 334 հաղորդում, որից 215-ի հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ստացված 306 հաղորդումներից քրեական վարույթ է հարուցվել 136 դեպքի վերաբերյալ։ Հրապարակ թերթը գրում է. մեզ պատմեցին, որ վաղարշաբաթ խոշորացված համայնքի Հայթաղ գյուղի դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վարդան Ասատրյանին օրերս հեռացրել են աշխատանքից։ Մեր աղբյուրը պատմեց, որ դպրոցի տնօրենը հարևաններից մեկն է նրան մատնել։ Նրան տեսել են ընդդիմության քարոզարշավին մասնակցելիս, նկարել է, նկարներն ուղարկել մարզպետարան, որից հետո ժողովրդավար մարզպետ Վահրամ Խաչատրյանն էլ Ասատրյանին անմիջապես ազատել է աշխատանքից եւ նրա փոխարեն տնօրենի ԺՊ նշանակել Էջմիածնից ինչ-որ մի կնոջ, որին դպրոցի կոլեկտիվը չի ճանաչում։ Մենք կապ հաստատեցինք Հայթաղ մշտակարգ դպրոցի հետ, որտեղից հաստատեցին մեր տեղեկությունը, որ տնօրենը հեռացվել է, սակայն մանրամասներ չհայտնեցին։ Համայնքում վախի մթնոլորտ է, տերոր հետապնդումներ։ Վաղարշաբաթ խոշորացված համայնքում տիրող իրավիճակի մասին հիշեցնեմ, որ տեղեկատվություններ էր հրապարակել նաև Մայր Հայաստան կուսակցությունը, որ մասնակցում է այդ ընտրություններին եւ որքանով որ ես հասկանում եմ տեղեկություններից այն, որ ես տիրապետում եմ, հենց Մայր Հայաստանի քարոզարշավին մասնակցելու համար են այս տնօրենին ազատել աշխատանքից, ընդ որում դա եղել է ոչ աշխատանքային ժամի, մարդ դպրոցում քարոզչություն չի արել, բայց փաստորեն իշխանությունները վախենում են ընդդիմադիր ուժերի հավաքելիք ձայներից եւ ամենափոքր իսկ դեպքով փորձում են պատժիչ գործողություններ իրականացնել։ Մինչ անցնենք պոլիտիկայի մի հրապարակման, առաջարկում եմ գովազդային դադար եւ վերադառնանք։ Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Շնորհակալ եմ, որ շարունակում եք հետևել մեր եթերին, առաջարկում եմ բաժանորդագրվել մեր ալիքին։ Մի հրապարակմամբ անդրադառնալու ենք ԿՊԱ-ականների իրականացած քարոզին, որը իրականում, եթե նայում ենք այլ տեսանկյունից, աշխատում է հենց իրենց դեմ, եւ մենք այդ տեսանկյունից էլ նայելու ենք այս հայտարարությանը։ Օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ալեքսանդր Նևսկու շքանշանով պարգևատրեց հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս Սրբազանին։ Այս փաստը ԿՊԱ-ականները ներկայացնում են որպես ապացույց այն բանի, որ Սրբազանը, ինչպես Փաշինյանն է ասում, ԿԳԲ-ի գործակալ է։ Փաշինյանի ընտանեկան լրատվականի եթերում ԿՊԱ-ական պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը հայտարարել է. Պետք է շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, որ փաստորեն ամրապնդեց հայ հասարակության մեջ արմատացած այն խորը կասկածները, որոնք վերջերս արտաբերեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե Եզրաստն հանդիսանում է ռուսական հատուկ ծառայությունների գործակալ, ասել է նա։ Այսինքն, Փաշինյանի թիմը պարգևատրումն օգտագործում է ներքաղաքական քարոզչական նպատակներով, փորձելով թիրախավորել եկեղեցուն եւ Ռուսաստանում գործունեություն ծավալող հոգեվորականներին։ Հետաքրքիր կլինի այս տրամաբանությամբ դիտարկել նաև հրապարակ օրաթերթի երեք հրապարակված տեղեկատվություն, ըստ որի Ղազախստանի իշխանությունները որոշել են Նիկոլ Փաշինյանին այդ օրը բարձր, երբ Փաշինյանը գնա Ղազախստան, պարգևի արժանացնել։ Դա ըստ ամենայնի կլինի Ղազախստանի բարձր պետական պարգև Ալթին Կիրան ոսկե արծիվ շքանշան, որը շնորհվում է օտարերկրացիներին Ղազախստանի Հանրապետությանը մատուցած բացառիկ պետական ծառայությունների համար։
Եթե Եզրափ Սրբազանի դեպքում պարգևատրումը հասկանալի է, քանի որ նա 3 միլիոնանոց հայ համայնքի հոգևոր առաջնորդն է, եւ այդ թվում իր շնորհիվ է, որ ահռելի հայ համայնքը չեն կարողանում օգտագործել Ռուսաստանի Դաշնության դեմ, ինչպես օրինակ օգտագործում են ադրբեջանական համայնքը, որի համար այդ համայնքը պատժվեց եւ դուք հետեւել եք այդ իրադարձություններին։ Ապա Փաշինյանի հավանական պարգևատրումը կարելի է դիտարկել նույն տրամաբանությամբ, ինչ Լիլիթ Ստեփանյանի պնդումն էր, այսինքն Փաշինյանը թուրքական աշխարհի գործակալ է եւ թուրքական աշխարհի առանցքային մաս կազմող Ղազախստանը այդ կերպ պարզապես շնորհակալություն է հայտնում նրան։ Այսպիսով, եթե Եզրափ Սրբազանը, ինչպես ԿՊ-ն է պնդում, ռուսական գործակալ է կամ ազդեցության գործակալ, ապա նույն տրամաբանությամբ Փաշինյանը թուրքական աշխարհի գործակալ է։ Իհարկե, կարծում շատ դժվար է ԿՊԱ-ականների պնդումներում տրամաբանություն տեսնել, բայց երբ հենց տրամաբանություն ես գտնում, դա լինում է ինքնախոստովանական ցուցմունք կամ հանցագործության մասին հաղորդում սեփական իշխանության դեմ։ Հոդվածում արդեն ասվեց, Եզրափ Սրբազանը իհարկե կարող էր պարգևատրվել ռուսական իշխանությունների կողմից, ինչպես օրինակ Հայաստանում գործող տարբեր կրոնական կառույցներ կարող են պարգևատրվել Հայաստանի իշխանությունների կողմից, եթե նրանք որևէ ծառայություն մատուցեն Հայաստանին։ Իսկ որը կարող է լինել ծառայություն, որ համայնքի ղեկավարները կարողանում են համայնքը հեռու պահել օտար ազդեցություններից, հեռու պահել այնպիսի զարգացումներից, որի արդյունքում համայնքը կօգտագործվի կոնկրետ պետության դեմ։ Եվ Ռուսաստանը, որը գտնում է դժվարին իրավիճակում, այս իրավիճակը կարող է գնահատել հատկապես ադրբեջանական համայնքի հետ կապված խնդիրներով պայմանավորված։ Եւ հա այս ֆոնին հասկանալի չէ Փաշինյանի համար Փաշինյանին ինչու են պարգևատրում, որովհետեւ այդ ինչ ծառայություն է մատուցել Ղազախստանին, թուրքական աշխարհի մաս կազմող Ղազախստանին, Արցախի օկուպացումը շնորհավորող Ղազախստանին։ Սա հարց է, որ պետք է տրվեն, երբ որ Փաշինյանը պարգևատրվի, իսկ պարգևատրման մասին լուրին վստահում եմ, այցելությունը կարծեմ վաղն է լինելու Նիկոլ Փաշինյանի, եւ մենք վաղը կարծեմ ավելի լեգիտիմ առիթ կունենանք այս հարցերը տալու։ Այսօր այսքանն էինք առանձնացրել օրվա մամուլի հրապարակումներից, կհանդիպենք եկող շաբաթ։